հետ տալ, որովհետև մենք մեզ տրամադրված հողը չենք կարողացել պահել, ասենք Սևրի պայմանագրով, ասենք Մարշալի պլանով մենք տարածքներ ունենք Արևմտյան Հայաստանում, որը մեզ տվել են, բայց մենք այնտեղ հայ չենք ունեցել, որ այդ հողը տիրություն անի։ Մեզ համար առաջինը, որպեսզի որևիցե մետր հող չտրվի Թուրքին, դա վերաբնակեցնումն է։ Մի օրինաչափություն գոյություն ունի, որպեսզի կեղծիկը կյանքի իրավունք ստանա, հարկավոր է, որ լինի կեղծողը եւ լինի նա, ով այդ կեղծիկը կընդունի։ Այսօր կան կեղծողները, հանձինս Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային միջնորդների ու Ադրբեջանի, եւ կա կեղծիկն ընդունող կողմը՝ Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները։ Այնտեղ ենք հասել, որ մեր իշխող վերնախավը փորձում է ժողովրդին համոզել, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնիշխան պետություն չէ, թե Հայաստանը ագրեսոր է եւ այդ պատճառով Ադրբեջանի հետ բանակցում է վերջինից գրաված տարածքները վերադարձնելու մասին։ Համոզում են, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախկին բնակության վայրերը եւ բոլորովին էլ կարեւոր չէ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմի էին դուրս եկել հենց այդ մարդիկ։ Ես քանից առիթ եմ ունեցել փաստելով մի ողբերգազավեշտ։ Դա այն է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը Ղարաբաղում հրատապ չէ։ Շատ դժվար է հասկանալ այս երևույթի էությունը։ Կան մի շարք պատճառներ, բազմաթիվ պատճառներ, բայց ինքը փաստը շատ մտահոգիչ է ու շատ վտանգավոր։ Հաճախ ենք կատակում, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը ամենուր քննարկում են բացի Ղարաբաղից։ Հիմնական խնդրեմը այն է, որ Ղարաբաղյան հանրությունը տեղեկացված չէ։ Ամենազարմանալին այն չէ, թե ինչ խեղված տրամաբանությամբ են առաջնորդվում միջնորդներն ու Ադրբեջանը։ Այս ամենում ամենազարմանալին հայկական իշխանությունների պահվածքն է։ 1994 թվականի մայիսին կնքված զինադադարից հետո նրանք իրենց այնպես են պահել, կարծես համաձայն են, որ հայերն են մեղավոր։ Մեր ժողովուրդը պետք է իմանա հետևյալը. 94 թվականի մայիսյան հրադադարից հետո բոլոր դեպքերում հայկական կողմը համաձայնվել է առանց վերապահումների հետ տալ առնվազն 6 շրջան, այսպես ասենք, առնվազն 5 շրջան, +1 եւ +կես։ Խոսքը հետևյալի մասին է. բոլոր փաստաթղթերը եւ բոլոր բանակցությունների տրամաբանությունը հանգել է նրան, որ հայկական ուժերը, Ղարաբաղյան ուժերը պետք է դուրս գան Աղդամից, Ֆիզուլուց, Ջեբրայիլից, Զանգելանից եւ Ղուբաթլուից։ Երկրորդ փուլում խոսք է գնացել Քելբաջարի հետ տալը։ Քելբաջարի հետ տալը ռեֆերենդումի կամ այդ պլեբիսցիտի կամ ժողովրդական քվեարկության անցկացումից հետո։ Եվ երրորդ վերջին այն, որ ասեցի կեսը, վերաբերում էր Լաչինի դիվանագետներն օգտագործում են ոչ կորիդորային տերմին, այսինքն ոչ միջանցքային տերմինը։ Խոսքը վերաբերում է Հայաստանին տալ մի նեղ ճանապարհ, մի նեղ միջանցք, որի կարգավիճակը եւս բանակցությունների սեղանին ամենասուր դրված հարցերից մեկն է։ Այսինքն հայկական կողմը ուզում է, որպեսզի Լաչինի միջանցքը ունենա այն կարգավիճակը, ինչ որ ունի Լեռնային Ղարաբաղը, մինչդեռ ադրբեջանցիները դրան էլ չեն համաձայնում։ Ադրբեջանցիները առաջարկում են 3 տարբերակ։ Ադրբեջանը ասում է, որ 99 տարով վարձակալությամբ ենք տալիս, այսինքն 99 տարով նշանակում է, որ 100-րդ տարին իրանք դեռ հույս ունեն, որ կստանան, իրենց սերունդների համար են մտածում։ Երկրորդ, միասին ենք օգտագործում, ոչ մերնա, ոչ ձերնա։ Դուք գնում եք Ղարաբաղ, գալիս եք Հայաստանից, մենք էլ գնում ենք մեր Նախիջևան։ Իրենց բառն եմ օգտագործում մեր Նախիջևան, որտեղ Նախիջևանը մերն է։ Եվ երրորդ տարբերակը, որ օգտագործվում է, հետևյալն է, որ այս միջանցքը տանք արենդայով ԵԱՀԿ-ին թողնա տնօրինի։ Ահա բանակցությունների ամենահանգուցային եւ ամենավիճելի պահերից մեկը սա է։ Ես կարծում եմ, որ պետք է մեր ժողովրդին պարբերաբար տեղեկացնել այս մասին, որ տեսեք, թե ինչ է կատարվում։ Ինչու՞, որpիսի այնպես չլինի, որ նախագահները գան համաձայնության ու գան իրենց տուն ու ժողովրդին ասեն, ժողովուրդն ասի, գիտեք ինչ կա, կներեք էլի։ Մենք համաձայն չենք դրան։ Խորհրդային Ադրբեջանը Նախիջևանի երկրամասի տարածքում կազմավորեց Նախիջևանի ինքնավար հանրապետությունը։ Եթե 1914 թվականին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի 102.7 հազարանոց բնակչության 52%-ը կազմում էին հայերը, իսկ մահմեդականները, ներառյալ թուրքերը կամ կովկասյան թաթարները, պարսիկներն ու քրդերը 48%, թուրքական ներխուժման արդյունքում այն կրկնակի նվազեց։ Հայ բնակչության թվականակի այսպիսի կտրուկ անկումն այստեղ նախ եւ
առաջ պայմանավորված էր թուրքական զորքերի կողմից իրականացրած ցեղասպանությամբ, որի արդյունքում ոչնչացվեցին Նախիջևանի շուրջ 40,000 հայեր, իսկ խորհրդային շրջանի վերջում կազմում էր ընդամենը 3400 մարդ, եւ դա այն դեպքում, երբ այդ երկրամասի բնակչության ընդհանուր քանակը կազմել էր արդեն ավելի քան 300,000 մարդ։ Մեզ փորձում են համոզել, որ Հայաստանի հետ կապն ապահովելու համար բավարար կլինի Լաչինի միջանցքը, որի լայնությունը դժվար թե գերազանցի Գորիս-Ստեփանակերտ մայրուղու լայնք։ Երևի թե ճիշտ էլ ասում են, որովհետև այդ ճանապարհի թողունակությունը միանգամայն բավարար կլինի, որպեսզի հաղթանակած Արցախի ողջ բնակչությունը 1-2 շաբաթվա ընթացքում կարողանա լքել Արցախը։ Մեզ համոզում են, որ պետք է մոռանանք Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի, Գետաշենի, Արցվաշենի եւ մեր այլ տարածքների մասին։ Երևս անտիկ փիլիսոփա Սոլոնն է ասել, որ հասարակության առողջ զարգացման հիմքը հրապարակային բաց քննարկումն է, ու ավելացրել այն մարդիկ, ովքեր հրաժարվում են հրապարակային բաց քննարկումից, կամ հիմար են, կամ հետապնդում են շահեր, որոնք հակասում են հասարակության շահերին։ Ավելի լավ ասել հնարավոր չէ։ Հիմա եկեք դերաբաշխում անենք, ով է հիմար եւ ում շահերն են հակասում հասարակության շահերին։ Միանշանակ հիմարը հանրությունն է։ Հանրությունը, որը չի էլ պահանջում սեփական իշխանություններից պատասխան, հաշվետվություն, չի էլ պահանջում տեղեկություններ, թե ինչպիսին է իրական վիճակը բանակցային գործընթացում։ Եվ այս առումով նրանք, ովքեր խուսափում են հրապարակային բաց քննարկումից, ովքեր իրենց հանրությանը հեռու են պահում նման քննարկումից, ովքեր իրենց հասարակությանը տեղեկություններ չեն տալիս բանակցային գործընթացի իրական վիճակի մասին, նշանակում են նրանց շահերը հակասում են հանրության շահերին։ Հանրությունը սա պիտի հասկանա ու պահանջի տեղեկություններ սեփական իշխանություններից։ Մտել ենք այնպիսի գործընթացների մեջ, որոնք փակուղի են դանում, եւ այդ փակուղիները վերջո մեր դեմ են աշխատելու։ Հայ-թուրքական գործընթացը, Ղարաբաղյանը, այդ երկուսի շաղկապումը առավել քան երբեք այսօր չի կարող ի օգուտ հայկական կողմի լինել։ Դա միանշանակ է։ Այսօր հայկական երկու պետականությունները հայտնվել են լուրջ, շատ լուրջ մարտահրավերների առաջ։ Եվ ցավալի է, որ երկու հայկական պետականությունների իշխանությունների որակը չի համապատասխանում համայն հայության առջև ծառացած մարտահրավերների որակին։ Սրանք տարբեր մակարդակների երևույթներ են, եւ սա է ամենացավալին։ Единственное, может, я ошибаюсь, я хочу перед ними извиниться, но я им хочу попросить и предупредить. Любой сейчас шаг подписания любого документа – это проигрыш. Их обведут, заманят в капкан и поставят, да. Поэтому ничего стыдного нет, чтобы они бы набрались бы опыта. Но этот опыт должен быть патриотом, заинтересованным, любить свою страну. Просьба моя, и чтобы вот эти документы не подписывались в ближайшие несколько лет. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է լավ հիմք դառնալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Ժամանակն է արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման միջոցով վերջ դնելու Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքների։ Ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի վեճերը պատերազմի միջոցով կարգավորող եւ այն որպես ազգային քաղաքականության գործիք կիրառող Ադրբեջանին։ Ուժ կիրառած պետությունն այսօր մոռացել է նաեւ ուժով սպառնալու միջազգային արգելքի մասին։ Իսկ միջազգային հանրությունը մոռացել է, որ ագրեսիան իրավական հետևանքներ առաջացնող գործողություն է, եւ որ Ադրբեջանը նմանօրինակ գործողություն է կիրառել սեփական պետականություն ստեղծելու որոշում կայացրած բնակչության ժողովրդավարական կամարտահայտմանը խոչընդոտելու նպատակով։ Այսօր որոշ միամիտներ թյուրիմաց